մարդը պատրաստ է իր անվտանգության նպատակահարմարությունից զիջելու որոշակի տարածք, ասեմ այսպես, թշնամին անընդհատ սպառնում է քեզ պատերազմով, ձգտում է վերցնել խլել քո որոշակի տարածքը եւ ասում է, թե այդ տարածքը տաս, այլևս քո անվտանգությունը ապահովված կլինի։ Մարդը ապացուցել են զանազան մեթոդաբանության կիրառությամբ, տարբեր մեթոդաբանությունների կիրառությամբ, որ մարդը պատրաստ է դա անել, բայց պատրաստ չէ դա անել մի պարագայում, եթե այդ տարածքը իր համար սրբացված է, եթե այդտեղ կան իր նախնիների գերեզմանները, եթե այդտեղ կա իր համար սրբավայր, հետեւաբար այս խոսույթը շատ վտանգավոր է, երբ դու ապա սրբազանականացնում ես, չգիտեմ ինչպես ասեմ, դեսակրալիզացնում ես այդ տարածքը, ապա այդ տարածքը թշնամուն տալու գործընթացը շատ ավելի հեշտանում է։ Այս իմաստով երկու ծայրահեղություններն էլ ըստ էության սխալ են։ Մենք չենք կարող համարել Հայաստանի հողը սրբազան տարածք, որի վրա չի կարելի ոտք դնել, բայց մենք կարող ենք համարել Հայաստանի հողը սրբազան տարածք, որի վրա պետք չէ որ թշնամին ոտք դնի։ Հետևաբար երկու ծայրահեղություններն էլ սխալ են։ Ակնհայտ է, որ Մասիսը կամ Արարատը մեզ համար ունի խորհրդանշական շատ կարևոր լիցք։ Մեր աշխարհայացքն է ձևավորել։ Ի վերջո մենք չենք կարող խորենացու պատմությունից հանել այդ նույն առասպելը, Արտավազդի առասպելը, որը գանված էր Մասիսին, Մասիսը այնքան սրբազան լեռ էր, որ նույնիսկ արգելվում էր նրա վրա բարձրանալ, գիտեք, Աբովյանը առաջինն էր, որ ըստ էության այդ տաբուն խախտեց, սրբացված լեռ էր, բայց չի կարելի նաև հակադրել Մասիսը հայկական բարձրավանդակի այլ լեռների հետ, որոնք նույնպես ունեն սրբազան լիցք։ Արագածի եւ Արարատի օրինակը, չէ՞, փորձը կատարվում հակադրության մեջ դնել, ոչ։ Արագածը մեզ համար նույնքան սրբազան է, որքան Մասիսը, որքան Սիփանը, որքան Նեմրութը, որքան Վարագա լեռը, որի փեշերին կա Վարագավանքը եւ մեր տարածաշրջանի այլ լեռներ, Խոստուփը եւ այլն եւ այլն։ Հետեւաբար այս հակադրությունը արհեստական հակադրություն է եւ ըստ էության բերում է նաեւ ինքնության քայքայման, միտված է ինքնության որոշակի էլեմենտների քայքայման, դեմոնտաժի, ապամոնտաժման, որի հետևանքները կարող են շատ վատ լինել։